Բաքվի ռազմական դատարանի առաջ կանգնած Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարում է, որ իր պաշտպանյալի դեմ Ադրբեջանի դատախազության ներկայացրած նյութերի վերլուծությունը վեր է հանում իրավական մի շարք լուրջ խնդիրներ։ Փաստաբանը ըստ էության նշում է, որ Վարդանյանին վերագրվող արարքները նրա հետ կապ չունեն։ Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացության վերաբերյալ Բերմանի մեկնաբանությունը հրապարակվել է նախկին պաշտոնյայի, Արցախի նախկին պաշտոնյայի պաշտոնական էջում։ Չնայած Ադրբեջանում գործունեություն ծավալող փաստաբանն իր մեկնաբանության մեջ զերծ է մնացել կտրուկ գնահատականներից, սակայն շեշտել է անմեղության կանխավարկածի, պաշտպանության իրավունքները, արդար դատաքննության, Ադրբեջանի միջազգային պարտավորությունների կարևորությունը։ Ռուբեն Վարդանյանը, որը Արցախի պետնախարար է եղել ընդամենը 3.5 ամիս եւ երբեք չի համակարգել ռազմական ոլորտը, մեղադրվում է 4 տասնյակից ավելի հոդվածներով ահաբեկչությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահազատազրկում է սպառնում Բաքվում։ Գործընկերը զրուցել է հայ գերիների հարցով զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ, որը Բերմանի քայլը աննախադեպ է համարում Ադրբեջանի նման բռնապետական երկրում։ Թիրախավորվում են ոչ միայն լրագրողներ, իրավապաշտպաններ, այլ նաև փաստաբաններ, որոնք կոչված են իրավաբանական օգնություն ցուցաբերելուն, եւ հասկանալի է, որ փաստաբանը կարող է նման սպառնալիքների ենթարկվել, ունի որոշակի կաշկանդվածություն, բայց հաշվի առնելով խախտումների աղաղակող բնույթը, դրանց ինտենսիվությունը եւ շարունակականությունը, կարծում եմ փաստաբանը ընտրել է նաև հրապարակային խոսելու այդ մեխանիզմը։ Իհարկե մեր գնահատմամբ տեքստը բավականին զուսպ էր, այստեղ բացառապես մասնագիտական վերլուծություններ կային, բայց այն չէր պարունակում որևէ գնահատական որակում, այլ պայմաններում կարծում եմ անգամ փաստաբանը կարող էր խոսել առանձին ադրբեջանցի պաշտոնյաների հանցավոր գործունեության մասին կամ կարող էր խոսել նաև էթնիկ մոտիվներով խտրական քաղաքականության կամ հետապնդումների մասին։ Այս տեքստը զերծ էր նման գնահատականներից, ինչը հասկանալի է։ Փաստաբանը այստեղ առաջնորդվել է իր վստահորդի շահերը ներկայացնելու նկատառումներով եւ բացառապես մնացել է մասնագիտական տիրույթում կանխելու հնարավոր ճնշումները, հետապնդումները իր նկատմամբ պայմանավորված հենց մասնագիտական գործունեությամբ։ Չնայած որակումներ, այսպես կոշտ ձևակերպումներ չկան, այնուամենայնիվ շեշտադրումներ կան։ Իհարկե, տեքստը բավականին լուրջ էր խնդիրներ դուրս բերելու դիտանկյունից, այստեղ տարբեր խախտումներ էին վկայակոչված, բայց կարծում եմ առանցքային հաղորդագրությունը այն էր, որ մենք գործ ունենք մի մեղադրանքի հետ, որը փաստեր չունի, եւ այդ մեղադրանքի շրջանակներում ոչ թե քննարկում են Ռուբեն Վարդանյանի կոնկրետ արարքներ, որոշակի ժամանակահատվածում, որոշակի վայրում կատարված, այլ քննարկվում է մի ողջ ազգի պատմություն, պատմական ժամանակահատված եւ հավաքական գործունեությունը որակվում է որպես հանցագործություն եւ դրա բեռը դրվում է կոնկրետ անհատի վրա։ Փաստաբանը մի կողմից շեշտադրել էր մեղադրանքի սին դատարկան հիմն լինելը, մյուս կողմից ցուցադրել էր դատավարության գործընթացում արդար դատաքննության իրավունքի խախտումները։ Բազմիցս բարձրաձայնվել է, որ պաշտպանական կողմը զրկված է եղել պաշտպանություն կազմակերպելու հնարավորություններից, օրինակ մեղադրանքը ի սկզբանե ներկայացված չի եղել, տրամադրված չի եղել մեղադրական եզրակացությունը կամ թարգմանված չի եղել, կամ առանձին հատվածներ են տրամադրվել, քրեական գործի նյութերին հասանելիությունն է սահմանափակվել պետական գաղտնիք լինելու հիմնավորվածությամբ։ Մենք տեսել ենք նաև, որ դատավարության շրջանակներում սահմանափակված է Ռուբեն Վարդանյանի եւ փաստաբանի շփումը, ինչը խիստ կարեւոր է նաև արդարադատության process-ում պաշտպանությունը կազմակերպելու համար։